Վանացայնեն բարև ձեզ հարգելի ունգընտիրներ։ Մարալ եւ ցայնե հաղորդավար Ժորժինան ցեզ հետ են Լիբանանահայ խմբերքային արվեստը հայդակրով, որ հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն գիրքին վրա։ Այսօրվա հայդակրով պիտի ներկայացնենք Հոփենետմեն հոյեճտի խմբավարներեն Համբարձում Բերբերյանը։ Հաջելի ունգընտության մաղթանքով գանցնիմ հայդակրի գործադրության։ Համբարձում Բերբերյան չարտերեն մազաբուրց ազատած իր մանկութենեն գծուցապերը երաշտական մեծ ընդունակություն։ Իր կախտագանի փոթորգալից ցանկը զինք կնեդե աթենք, ուր 1923-ին գահաչողի մտնել դեղվուն երաշտանոցը։ 7 տարիների հետ գվգայվի իբրև շուտագահար եւ երկահան, եւ իր առաջին համերգներն ու նվակահանտեսները գուտա աթենքի մեջ, արժանանալով հայ եւ հույն ժողովրդին չեմ կնահատանքին։ 1930-ին գհրավիրվի Գիբրոսի հունական երաշտանոց իբրև ուսուցիչ։ 1932-ին գանցի Լիբանան ու Սուրիա, ուր գուտա համերգներ, այդ փուլինալ արդեն վերջնականապես գահստատվի Բեյրութ, ուր գբաշտոնավարե հայկական զանազան դպրոցներու մեջ իբրև երաժշտության ուսուցիչ։ Ան գուսուցանի համասկայնի ջամարանի, Գիլիգիո կաթողիկոսության դբրևանքին, Սահագյան վարժարանի, Մխիթարյաններու, ինչպես նաև հայ բարեգործական ընդհանուր միության զանազան վարժարաններու մեջ։ Հետս հետը հիմնավորվի երկահանի եւ խմբավարի իր դաղանտը։ Անգ գազմագերբե եւ գղեկավարի երկչախումբեր, մանկական երկեցիկ խումբեր, երկի բարի անսամբլ, գուտա երաժշտական դասախոսություններ եւ գհորինե այս դպրոցներեն շատերուն քայլերքները, ինչպես նաև հոյեճտի քայլերքը։ Բեյրութի մեջ Համբարձում Բերբերյանի առաջին խմբավարական համերգը դեղի կունենա 3 մարտ 1933-ին Սեն Ժորժ հյուրանոցի մեջ գազմագերբությամբ համասկային ընկերության եւ բարձր հովանավորությամբ Դիգին Դբասի։ Այս տարեկան մեծ համերգով հանդես կուկա հայ ջամարանի 50 հոգինոց դպրոցական երգչախումբը։ Երկու բաժինները փակացած հայդակիրը գնդկրգե մեներկներ եւ խմբերքներ։ Խմբերքներն են Ղազարյան Դիլբարջան, Գանաչյան Հոյնար, Մայիլյան Լորիկ, Սրվանցդյան Քինիլից, Բերբերյան Մարալո եւ Դոլաո, Գոմիդաս Հոյնազանım, Խումար Բարգեր, Եգրակորձի երգ եւ Սիփանա Կաչեր։ Սպենտիարյանի, Բերբերյանի, Մելիքյանի եւ Գոմիդասի երգերով մեներկներ կգադարեն Օրիորդ Աբել եւ Դիգին Բերբերյան, Տաշնագով գնգերակցի Դիգին Սավրանսկի։ Նույն տարին, մարտ 24-ին, Համբարձում Բերբերյան գուտա դարձյալ տարեկան համերգը, այս անգամ քեմպի հրգիզված Սահագյան վարժարանի 8-14 տարեկան աշակերտներու մասնակցությամբ եւ նախակահությամբ համայն Սուրիո մարզպետ Հենրի Պոնսոյի դիկնոջ։ 24 փետրվար 1934-ին դարձյալ հայ գրթական եւ հրադարակչական համասկային ընկերությունը գազմագերբե հայ ջամարանի երկչախումբի դարեգան համերգը Համբարձում Բերբերյանի ղեկավարությամբ եւ Տաշնագի ընկերակցությամբ Օրիորդ Քարակաշյանի։ Հայդակիրի մաս կգազմեն քարացային, վեցացային եւ ութացային խմբերքներ, ինչպես նաեւ նվակարանային զուգերքներ եւ քարյակներ։
Երկված քարացային խմբերներն են Սյունի Ալակյազ, Գոմիդաս արևտր վրալով ելավ, Բերբերյան Փզեսին երկը, Դերղևոնցյան Գողպայելավ։ Վեցացային խմբերներն են Գոմիդաս անցրև նեգավ, Բերբերյան բարերկ, մեներկով օրյորդ աբել և Հայաստանի կովկը մեներկով էլմաջյան։ Ութացային խմբերքն է Գոմիդասի օրոր անտինո սոնայարը, հայդակրի ընթացքին մեջ ընդմեջ կգադարվի մեներկ Ռոմանոս Մելիքյան կիշերն եղավ, Զուկերկ չուտակ տաշնակ, Գոմիդաս Բարշուշիգի, նվակարանային կարյակ Դիքրանյան, Զուրնի Տրինքի և Սպենտիարյան Երևանի էտյուդները։ Կարյակներուն նվակածուներն են Բերբերյան, Կուգել, Խնդամյան և Աբել, օրյորդ Կարակաշյանի տաշնագի ընկերակցությամբ։ Այս հայդակիրը ցույց կտա, թե բազմադաղանդ երաժիշտ Համբարձում Բերբերյան այդ օրերու լիբանանահայ քաղաքին ներկայացած է որպես շուտագահար, խմբավար և երգահան։ Համբարձում Բերբերյան իր մանկավարժական աշխատանքին առընթեր 1934-ին գհորինե մանուկներու համար գրված օպերա բալետը Թիթեր գամ մանուկն փունությունը զոր գփեմատրվի Սահակյան վարժարանի աշակերտության կողմէ իր ղեկավարությամբ։ Բերբերյան իր համերգներու հայդակիրներու մեջ ուրիշ հայ երգահաններու գարկին միշտ դեղ գուտա իր հին տենոր ստեղծագործություններուն լիբանանահայության ծանոթացնելով իր անխոնջ աշխատանքին արդյունքը։ Ան սկիզբի շրջանին կգազմե իր անձնական միջոցներով գազմված նայրի երգչախումբը նախքան հայ բարեգործական ընդհանուր միության հովանավորությունը վայելելը։ Երգչախումբի փորձերը կկատարվեին Բերբերյանի երկու սենյակնոց դան մեկ սենյակի մեջ Սուրբ Հարություն եկեղեցվոգից։ 1945-ի դարեգան համերգի մասին Աստարար օրաթերթի թղթագիծը գրե. Անցյալ գիրագի սինեմա օպերայի մեջ տեղի ունեցավ ծանոթ երգահան Համբարձում Բերբերյանի երգահանտեսը։ Թեպետ շատ անգամներ արիտ ունեցած ենք լսելու Բերբերյանի համերգները, սակայն պետք է խոստովանել, որ այս մեկը ոչ միայն կերազանցեց նախկինները, այլև գրծավ բադվավոր դեղը կրավել մեզի հրամցված համերգներու գողքին, եթե նկատի չառնենք Կանաչյանի երգահանտեսները։ Հագարակ քիչ մարզված ու առաջին անգամ կովկովի եկած դարերով խումբը դրամատուրգիան դակ ունենալուն քովելի արդյունքը գրծավ ի հայտ բերել։ 1946-ին Համբարձում Բերբերյան գհորինե ութացային օրաթորիոմը նույն առնելով Վահան Տեքյանի եկեղեցին հայկական ոտանավորը եւ օգտվելով հայկական եկեղեցական մեղեթիներու մոտիվներեն։ Այս գործը անգնվիրե նորին Սուրբ Օծություն դեր կարակին առաջին կաթողիկոսին եւ առաջին անգամ կներկայացնե կաթողիկոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված համերգի ընթացքին, որ դեղի կունենա 2 հունիս 1946-ին ամերիկյան համալսարանի չապելի մեջ կաթողիկոսի ներկայությամբ։ Այս մասին կաթողիկոսարանի պաշտոնատեր Թաս կգրե. Համերգին հայդակիրը, որ բաժնված էր 3 մասերու, կորզաթրվեցավ մեծ հաջողությամբ հմուտ ղեկավարությամբ Բերբերյանի։
Նվագախումբը իր կարողության չափով օժանդակեց Նայրի երգչախումբին։ Համերգին գլխավոր ակնկալ եւ փեվերը կգազմեր եկեղեցին հայկական օրաթորիոն։ Նորություն մներ այս Լիբանանի մեր երաժշտական քրագանության մեջ։ Գմախտենք չերմաբես, որ այս ջուղը մշակվի եւ զարգանա։ Նայրի երգչախումբը երգեց ձայն մեծ հաջողությամբ եւ նվագախումբին զանգակները բահմը վերացուցին ունգընթիրները եկեղեցական ժամերկության վեհության։ ապրիլ 1948-ին Memorial Hall-ի մեջ Բերբերյան իր Նայրի երգչախումբին եւ Բեյրութի նվագախումբին մասնակցությամբ դարեգան համերգ կուտա նվիրված վաղամեր երգահան Գուրգեն Ալեմշահի 1907-1947 Հայդակրի մեջ կընդգրկվին Բերբերյանեն 4 նոր ստեղծագործություններ Հովուհին երգը, Քյուղ հայրենին, Ռազմերգ եւ Բարերգ թիվ 2 Բերբերյանի 1950-ի դարեգան երգչախումբ նվագախումբի համերգը դեղի կունենա ամերիկյան համալսարանի մադուրի մեջ հոծ բազմությամբ ներկայության հովանավորությամբ Լիբանանի առաջին դիգին Լոր Բշար Ալ-Խուրիին Հայդակրի առաջին մասով կմատուցվի Դերղևոնտյանի Սեթա օպերայի քայլերգը եւ Ալեմշահի ավարայրի ճակատամարտը առնված վարտանած գործեն Իսկ երկրորդ մասը կգազմեն Բերբերյանի երկարաշունչ հեղինակությունները, որոնց մեջ Թավչուտագի կոնցերտոյի առաջին ունգընտրությունը։ Այս համերգի մասին երդասարդ Թավիի ամսակրի խմբակիր Սիրան Սեզա կգրե։ Երգչախումբ եւ նվագախումբ ուժեղացված էին կարող օժանդակներով։
հայկական ժողովրդական երգերու վրա հորինված թեև, բայց բեյրութահայության ականջները եւ երաժշտական ըմբռնումը թերևս աններտաշնակ էին անվերջանալի կամ իր լրացումը փնտրող ու 45 վայրկյան տևող թավջութակի կոնցերտոյին հետ։ Պետք է խոստովանել, որ բարոն Բերբերյան միշտ համար աշխատող մնե, հորինելու բաբագով հավերժ երդասարդ, բայց ցայներու քերարդատության մեջ ներտաշնակություն գտնելու իր արվեստը քիչ մխորտ է մեզի։ Գուցե տասական երաժշտության միան մեզմե ոմանց վարժը լալը եւ գուցե ոմանցալ կոմիդասյան ներտաշնակության վարժված ըլլալն է պատճառը։ Համբարձում Բերբերյան իր փեղուն գործունեությունը կշարունակի դպրոցներու մեջ պաշտոնավարելով, ամեն տարի կանոնավոր կերպով դարեգան համերգներ ներկայացնելով հարության, դասախոսություններով եւ գեղարվեստական ցերնակներուն իր մասնակցությունը բերելով։ Ան 1952-ին շրջաբուդույթը կգադարե Հյուսիսային Ամերիկայի մեջ, ուր մեծ հաջողություն կգտնե իր 7 համերգներով եւ բատկերասպիրի հայդակրով եւ դարվան մփացակայութենեն յետ կվերաթարնա իր ընտանիքին, երկչախումբին ու դասերուն։ Համբարձում Բերբերյան 3 մայիս 1953-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի ժողովասրահի մեջ գուտա իր դարեգան համերգը ընդիր բազմության ներկայության։ Այս համերգի ընթացքին Բերբերյանի նայրի երկչախումբը գազմված Տարուի Հակոբյան, Սահակյանի եւ այլ վարժարաններու շրջանավարտներեն հանդես կուկա Գոմիդասի, Սաթյանի, Խաչատուրյանի եւ իր հեղինակած երկու նոր ստեղծագործություններով Խորհուրդ Վարդանանց, Կանտատան եւ Խոսքին Որդվույզ, որոնց կընկերակցի նվագախումբը։ Տաշտագով կընկերակցի Զարուհի Եղբայրյան, Չուտագով Էլի Բենջամեն։ Մեներկողներն են Դիգին Մարի Ավեդյան, Օրիորդ Կարդանաղյան, Քեզիրյան,
Քույումջյան, Սարգիսյան, իսկ բարողներ դոկտոր Էլմաջյան, Յուրնեշլյան եւ Սոլակյան։ Այս համերգի մասին Սիրան Սեզագը գրե. Երաժշտակետները պիտի ասեն, թե արժեք ունին հայ երաժշտության մեջ այս երկու երկարաշունչ երկունվագ հեղինակությունները։ Ունգընտիրները խանդավառվեցան եւ երկար ծափահարեցին, հայտնաբես քոհ, որը սպիրկի մեջ այնքան տանտա հղացկով հայ երաժշտությունը երկու նոր երկերով գենսունակություն կստանար։ Գշնորհավորենք Համբարձում Բերբերյանը եւ իր նայրի երգչախումբը, նաեւ նվագախումբը։ Վերադառնալով Համբարձում Բերբերյանի կորձնեության, Զարեն ու Բար ագումբի մեջ անգվերագազմե Գոմիդաս երգչախումբը, երաժշտությունը սիրող անդամները եւ արհեստավոր դողոցմե, որոնք ոչ մեկ գիտություն ունեին սոլֆեջ թեորիի։ Անոնք շաբաթ երկու անգամ երեգոները կորձեն յետ գուքային երգչախումբի փորձերուն, տղակը առանցին, աղջիկները առանցին։ Խմբավարը տաշնագով կսորվեցներ։ Ընդհանրապես դարեգան մեկ համերգ ու դար երգչախումբը մյուս երգչախումբերու նման, երբեմն հանդիսությանց կմասնակցեր քարյակ կամ ությակ խմբակցությամբ։ Հայդակիրը գազմված գլար ընդհանրապես հայկական ասկային հայրենասիրական երգերը ու խմբերգները, գրեթե միշտ նվագախումբի ընկերակցությամբ։ Համբարձում Բերբերյանի ղեկավարությամբ հոյեչտի Գոմիդաս երգչախումբը 29 ապրիլ 1954-ին ամերիկյան համալսարանի Չեպելին, այժմ Assembly Hall-ի մեջ գուդար իր առաջին համերգը, նվիրված Գոմիդասի ծննդյան 85-ամյակին եւ զուտ Գոմիդասյան երգերով գազմված հայդակրով։ 1954 դարաշրջանի համերգներու մասին երդասարդ հայուհի գկրե. Մեր դինամիկ երկհանա Համբարձում Բերբերյան Վարպետին Գոմիդասի ծննդյան 85-ամյակին արդիվ դված հաջող համերգեն վերջ, դվավ նույնպես հաջող իր դարեգան համերգը։ Հայրենիքի երգերուն հարազատ արտահայտիչ մեկնաբանող այս երկհանը ունի բազմաթիվ հեղինակություններ, որոնց մե ոմանք գնահատվեցան Ամերիկայի երաժիշտներեն։ Հարգելիներ, այսպիսով վերջ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերգային արվեստը հայդակիրը, որ գրնակ դարձյալուն ընտրել այցելելով Վանացայնի գայքեչի արխիվներու բաժինը, նաև Վանացայնի թիմադեդրի էջով։ Դարձյալ կլան կարաճիգա 5 շաբթի գեսորետ ժամը 5-ին, որբեսի շարունակենք ներկայացնել խմբավար Համբարձում Բերբերյանը։ Ցտեսություն։